Բերեք մի շատ ընդհանրական հարցից սկսենք։ Վերջին փուլը, եթե գնահատենք, Հայաստանին հաջողվել է կայունացնել արտաքին քաղաքական միջավայրը։ Ճիշտ ասած, հարցը մի փոքր անհասկանալի է ինձ համար, նախ Հայաստանի ձեռքին ոչինչ չկա, որ անի, արտաքին միջավայրը մանավանդ կայունացնել կամ ապակայունացնել Հայաստանը երբևէ ունակ չի եղել, հատկապես հիմա։ Դեր Հայաստանին հանենք, այդ դեպքում կայունացել է Հայաստանի շուրջ։ Այո, բավական կայունացել է եւ շատ կայուն այդ արտաքին միջավայրը Հայաստանին տանում է դեպի կործանում։ Շատ կայուն կերպով։ Դե կործանում ասացի, տակ շատ բան կարելի հասկանալ, օրինակ, ինչ։ Չգիտեմ ինչու կարելի է շատ բան հասկանալ, ինձ թվում է բավական պարզ է, կործանման տակ կարելի է հասկանալ պետականության անկում, դեմոգրաֆիկ կազմի փոփոխություն, ինքնիշխանության եւ ինքնության կորուստ, ասեցի արդեն պետության, պետականության կորուստ, այդ ամենը տեղավորվում է կործանման մեջ եւ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի ներսի որոշ ուժերի այդ կողմից են գալիս։ Իհարկե, Հայաստանի որոշ ուժերի հետ միասին բավական բարեհաջող երկիրը ուղղորդում են այդ ուղղությամբ, այստեղ որևէ ինչ-որ արտասովոր բան ես կարծում եմ չեմ ասում։ Այսինքն Թուրքիան, Ադրբեջանը գրավելու են Հայաստանը, ինչ-որ կերպ։ Գրավելը այստեղ կարելի է տարբերություն դնել, գրավելը լինում է տարբեր տեսակի, լինում է ռազմական ուժով, լինում է բլիցկրիգով, արագ օպերացիայով ռազմական, լինում է նաև դեմոգրաֆիկ ձևով, լինում է երկիրը ներսից պայթեցնելով, որը անգլերենում շատ լավ տերմին ունի եւ քաղաքագիտության մեջ օգտագործվում է implosion, այսինքն դեպի ներս պայթյուն, ոչ թե դեպի դուրս, տնտեսապես փլուզելով երկիրը, ինքնությունը ոչնչացնելով եւ այս ամենի համադրությունը կոչվում է հիբրիդային պատերազմ։ Այո, հիբրիդային պատերազմ է վարվում Հայաստանի դեմ, սպეციფიკան, որ աննախադեպ է մարդկության պատմության մեջ նրանում է, որ այդ հիբրիդային պատերազմի կողմերից մեկը երկրի ներսում է։ Հայ-ամերիկյան համաձայնություն, ամերիկա-ադրբեջանական համաձայնություն, դրանք ում համար են ավելի նպաստավոր արտաքին ֆոն ստեղծում Կովկասում։ Ինչ նկատի ունեք արտաքին ֆոն ասելով։ Նկատի ունեմ կայունությունը, որից սկսեցինք։ Նախ կայունության եւ անկայունության մասին կարծում եմ թերևս խոսք չի գնում իրականում, խոսք է գնում գործընթացների մասին, գործընթացներ, որոնք վերելու են նպաստել որևէ կերպ։ Իմ ասած։ Թրիպը նպաստում է Հայաստանի կործանմանը։ Թրիպը դրա այսինքն կործանմանը շահագրգռված է նաեւ Ամերիկայում։ Հանգույցներից մեկն է, ոչ, ամենևին ոչ, բայց քանի որ կործանման գործընթացը գնում է, ամերիկյան կողմը խելացիաբար փորձում է իր համար որոշակի օգուտներ քաղել այդ ընթացքից։ Ընդհանրապես եւ միաժամանակ օգուտը այն է, որ տնտեսական որոշակի օգուտներ կարող է Միացյալ Նահանգները ունենալ, մեկ երկրորդ հերթին բաժնեմասեր ունեն։ Հայաստանից թե Հայաստանի կործանումից։ Թրիպից։ Հայաստանի կործանումից Միացյալ Նահանգները բացարձակապես չի շահում եւ չի շահելու եւ դա շատ լավ հասկանում են Միացյալ Նահանգներում։ Բայց գիտեք, եթե մի գործընթաց ընթանում է այդ գործընթացի առանցքային դերակատարի կողմից տվյալ պարագայում Հայաստանի կողմից, որևէ մեկը չի գալու ինքն իրեն ջուրը նետածին, ասի գիտես դու ուզում ես խեղդվել, բայց ես քեզ ծեծելով հանելու եմ ջրից եւ թույլ չեմ տալու որ դու խեղդվես։ Դու ուզում ես խեղդվել, խեղդվի, ես կփորձեմ քեզանից որոշակի օգուտներ ստանալ։ Ավելի պարզ խոսենք, խոսքը գործող իշխանության մասին է։ Իհարկե։ Կործանման մասնակից։ Իմ գնահատմամբ, սուբյեկտիվ գնահատմամբ, այո։ Տրամաբանությունը պետք է ասեք, որ ով կուզենա իր տունը կործանել։ Նվեր ինձ թվում է մենք այս պահին Հայաստանում ենք եւ կարծում եմ 2020 թվականից հետո դժվար թե որևէ մտածող մարդու համար դա կասկածի առարկա է։ Գոնե ինձ համար կասկածի առարկա չի, որ այս իշխանությունը երկիրը տանում է թուրքիայացման, ադրբեջանացման եւ բոլոր քայլերը հանգեցնելու են նրան, որ ողբերգականորեն կործանվելու է Հայաստանի պետականությունը, էթնիկ փոփոխություն, ադրբեջանականացման process-ը պետք է ընկալել որպես դրանց հետ հարաբերությունները կարգավորելու։ Ոչ, հարաբերությունների կարգավորումը այդ գործընթացի մասերից մեկն է ընդհանրապես։ Ես Հայաստանում որևէ իշխանության գործողի մասին չի խոսք միայն չեմ պատկերացնում այդպիսի абսուրդ ցանկություն ունենալը, որ գնալ որևէ երկրի։ Իսկ ինչով եք բացատրում այն, որ օրինակ
Արևմտյան Ադրբեջանի խոսույթին ոչ մի հակադրում չի արվում, որ ազգային ինքնագիտակցությունը եւ ինքնությունը աղավաղվում է սկսած դպրոցական դասագրքերից, որ եկեղեցու քանդման գործընթաց է գնում, որ ցեղասպանության հուշահամալիրը վերանորոգման անվան տակ ըստ էության ավիրված է։ Այս ամեն ինչը ունի արտաքին բացատրություններ, որովհետեւ ամեն ինչ ունի ցեղասպանության հուշարձանը։ Հուշարձան ավիրված է։ Փաստացիորեն ավիրված է, այո։ Փաստացիորեն Երբ եք եղել վերջին անգամ։ Վերջին անգամ եղել եմ եւ տեսանյութ եմ արել բավական երկար, աշնանը կարծեմ կամ ուշ ամռանը։ Բա հիմա կողքն եք, կարող եք մի հատ մտնել տեսնել։ Այսինքն ամբողջությամբ վերականգնված է։ Հա։ Ամբողջությամբ։ Հա։ Ոչ մի քանդված բան չկա։ Մի ամիսից հետո ապրիլի 24 կնշվի։ Կտեսնենք ամեն դեպքում այն ինչ արվեց այդ հուշահամալիրի հետ։ Հա, կտեսնենք այն ամենը ինչ արվեց այդ հուշահամալիրի հետ, դա շատ ընդունված պրակտիկա է իմիջայլոց։ Ուրիշ հարց է, բայց եթե թույլ տաք ավարտել։ Դրա հիմքում դնել, որ բան։ Չէ, դա փոքրիկ մի դետալ է, փոքրիկ մի դետալ է։ Ես ասում եմ, ինչով կարելի է բացատրել եկեղեցու ներսից պայթեցման այս գործողությունները, ինչով կարելի է բացատրել ընդհանրապես սեփական հայրենիքի եւ սեփական պետության, ընդ որում պետության ես ուզում եմ այստեղ շեշտել, որտեղ ճիշտ է 40 տարի հայերը հրաժարվել են ընդունել, որ Արցախը Հայաստանի Հանրապետության մաս է, բայց իրականում Հայաստանի Հանրապետության մաս է։ Հետո հայերը համոզել են դրանում աշխարհին եւ աշխարհն էլ սկսել է ընդունել, որ դա այլևս Հայաստանի Հանրապետության մաս չի։ Բայց ինչով կարելի է բացատրել արագ կապիտուլյացիայից հետո նոյեմբերի 9-ի անմիջապես առանց պատերազմի մնացած հողերի հանձնում։ Այդպիսի նախադեպեր չկան։ Ադրբեջանը ինքը այդպես չի վարվել Հայաստանի հետ։ Որևէ մեկը այդպես չի վարվում։ Ինչով բացատրել Պրագայում Ադրբեջանի կազմում ճանաչելը Արցախի։ Այսինքն բազմաթիվ տասնյակ հարյուրավոր բաներ կան, որոնք մտածող մարդուն բերում են այն մտքի դաշտ, որ սա պլանավորված ծրագրված ռեժիմի կողմից իրականացվող քաղաքականություն է, որը հանգեցնելու է ավիրման։ Ես չեմ ասում, որ պատերազմը պլանավորված է ռեժիմի կողմից, բայց ես կարող եմ տեսականորեն կասկածել, որ կար պայմանավորվածություն գուցեև այս ռեժիմի եւ օրինակ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի նման ելքի վերաբերյալ։ Մեր խոսակցության բնույթը միանգամից արտարոց ստացվեց, որովհետև ես չէի ուզենա կործանվող երկրում ապրել ու ես այդպես տրամադրություն չունեմ։ Ես հավատացեք դեզայնից ավելի չեմ ուզում։ Դուք էլ բարբերաբար եք ապրում կործանվող երկրում, ասենք, երբ որ կործանվի վստահ եմ, կարող եք ապրել ուրիշ տեղ, ասենք Միացյալ Նահանգներում կամ այլ։ Նախքան կործանումն էլ կարող եմ եւ կարծում եմ դա իմ կողմից խելացի որոշում կլինի, բայց դրան դեռևս մի փոքր ժամանակ կա։ Կործանվելուց առաջ թողնելու։ Չէ, հիմա արդեն կործանվելուց առաջ է, նվեր։ Հա, բա ինչ է կանում Հայաստանում։ Իմ մասնավոր վաղը միսօր դա տեղի ունենա։ Հուսով եմ, որ կհասցնեմ, այսինքն այդ կործանումը այսպես ես չեմ կարծում, որ կլինի ռազմական բլիցկրիգով, ինչպես ասեցի, մեկ օրում։ Ես կարծում եմ, որ Ալիևը կանի այն հերթական խոստումը կիրականացնի, որը ինքը տվել եւ իրականացրել է, կգան արդեն մեքենաներով, գալիս են արդեն, կգան հանգիստ բնակվելու աստիճանաբար, բայց բավական արագ տեղի բնակչությանը դուրս կմղեն երկրից եւ կտիրանան Հայաստանին։ Այն ամենը, ինչ ես ասել եմ նախկինում, ֆանտաստիկ սցենարներ են թվացել, մարդիկ չեն ուզեցել հավատալ, հետո այդ ամենը իրականություն է դարձել։ Հիմա սա էլ իրականություն կդառնա, կտեսնենք։ Բայց ցավալիորեն շատ հեշտությամբ եք ասում։ Չէ, կարող եմ դժվարությամբ ասել, դրանից փաստը չի փոխվում։ Չէ, կգան, կտիրանան, բայց դուք ինձանից ավելի ջահել եք, որ մի քանի տարի հետո, 1-2 տարի հետո ձեզ նույն հարցը ուղղեն, արդեն ստիպված լինեք խոստովանել, որ բնավել այդ ճանապարհով չի գնում Հայաստանը, ավելի ձեր խղճին չի նստի։ Ես ներողություն կխնդրեմ, բայց ես այնքան վստահ եմ, որ այդ ներողությունը ցավալիորեն չի լինելու։ Ես կերազայի, որ դուք ասում եք բաներ, որ ազդում եք շատ մարդկանց տրամադրության։ Դուք ինձ հիմա ուզում եք մեղադրել, ովքեր լավատես են եւ Հայաստանի։ Թող չլինեն լավատես, թող լինեն իրատես։ Լավատես լինելը լավ բան չի։ Հայերը հպարտանում են Հայաստանում ապրել, ասենք, թող ի տարբերություն ձեզ, եթե հանկարծ։ Չէ, թող ուզենան ապրեն, դա շատ լավ է, բայց եթե ապրելու են առանց պայքարելու իրենց հայրենիքի համար, առանց քաղաքականության մեջ մասնակցելու, իրենց ապրելը ժամանակավոր բնույթ է կրելու։ Պայքարել բառի հետ ես ոչ մի խնդիր չունեմ։ Պայքարելը, բայց դուք հասկացնում եք պատերազմելու։ Մենք պետք է ես պատերազմի անուն չտվեցի ընդհանրապես, բացարձակապես։ Այնինչ դուք ակնարկում եք, դա Ես չեմ ակնարկում, ես կարող եմ բացահայտ ասել, ժողովուրդը պետք է պայքարի այս Ադրբեջանին պատերազմային։ Ժողովուրդը պետք է պայքարի այս իշխանությունից ազատվելու համար, որպեսզի իր երկիրը փրկի, որպեսզի
որպեսզի ինքը կարողանա ապրել այս երկրում։ Եթե դա չի անում եւ շարունակում է ապրել հույսով կամ առանց հույս, դա անիմաստ գոյակցություն է։ Դուք ամերիկյան խոհանոցը ինձանից լավ գիտեք։ Այդ պայքարելը Ամերիկայում ընտրություններով չի արտահայտվում։ Մենք Ամերիկայի մասն ենք հիմա խոսում, թե Հայաստանի։ Չէ, հələ ամերիկյան օրինակ Չեն կարող համատել։ Իհարկե ընտրություններ, բայց չեն կարող համատել Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Հայաստանում առաջարկում եք առանց ընտրությունների պայքարել։ Այո, ես առաջարկում եմ օրինական ճանապարհով առանց ընտրությունների փողոցային ցույցերի, բողոքի ակցիաների լրիվ օրենքի շրջանակներում, լրիվ համանդրության Ձեզ որևէ շրջանակներում մեկը արկելում է այսօր անցնեք փողոցային։ ես միայնակ եմ այս հարցում եւ ելի մի քանի մարդիկ սրա համար անհրաժեշտ է որպեսզի փողոցում լինեն 100,000-ավոր մարդիկ, որպեսզի այս իշխանությունը հեռանա իշխանությունից։ Տեսեք, դուք միայնակ եք, հենց այդ հանգամանքը ձեզ չի մտահոգում, թե ինչու եք միայնակ։ Այո, մտահոգում է եւ ես դրա պատասխանը գիտեմ, որովհետեւ ժողովուրդը համամիտ է այս ռեժիմի օրակարգի հետ հանձնվել եւ երկիրը հանձնել, բայց իրենք կարծում են թե իրենք կարող են համամիտ է երկիրը հանձնելու մտքի հետ։ Այո։ Ես ժողովրդի մաս եմ, ես համաձայն չեմ։ Ես էլ եմ ժողովրդի մաս եւ ես էլ համաձայն չեմ։ Դրա համար ես ինձ արդեն սկսել եմ չհամարել ժողովրդի մաս, քանի որ արմատապես համաձայն չեմ։ Գնանք մի այլ թեև ձեր կարծիքը լսելուն, ես կուզենայի, որ դուք համադրեիք հայ-ռուսական հարաբերությունները եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունները, այսօր ինչքանով են նույն երթուղու վրա։ Հայ-ռուսական հարաբերություններ չկան։ Դրանք կարևոր շահեր են, չէ՞, մեզ համար։ Հայ-ռուսական հարաբերություններ չկան, կա վասալություն, որը շատ ավելի ամուր է, քան երբևէ։ Հայաստանը Ռուսաստանի վասալն է, ցավալիորեն։ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները գործընկերային են, ընդ որում Ադրբեջանի առավելությամբ Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսում է շատ ավելի ամուր դիրքերից, թելադրում է իր բոլոր պայմանները եւ Ռուսաստանը դրանք ընդունում է։ Այստեղ մենք չենք կարող համեմատել եւ ցավալիորեն կա այն ինչ կա։ Ինչպես է Ադրբեջանի դա հաջողվել։ Ադրբեջանին դա հաջողվել է ունենալով խելացի ղեկավարություն, ստրատեգիական ճանապարհ գծելով իրենց համար դեռևս Հայր Ալիևի իշխանության տարիներից ի վեր, պլանավորելով ամեն ինչ, գտնելով իրենց համար բնական դաշնակից եւ այդ դաշնակցին մերձենալով Թուրքիային, դրանից հետո արևմուտքին դառնալով հետաքրքիր, Ռուսաստանին չտրվելով եւ չհանձնելով ոչինչ, ընդհակառակը կատարելով Ռուսաստանի դեմ քայլեր, ինչպիսին օրինակ Գաբալայի ռուսական բազայի հանումներ Ադրբեջանից, բայց միաժամանակ խաղալով Ռուսաստանի հետ, Ռուսաստանի ներսում իրականացնելով խոշոր լոբինգային գործունեություն, մեղմ ասած լոբինգային եւ համակողմանի բոլոր դաշտերում ըստ էության իրենց դիրքերը ամրապնդելով։ Դրա արդյունքում ընդ որում նաեւ երկիրը ներսից հզորացնել